5 պատճառներ, թե ինչու է առաքելական եկեղեցին ասում, որ Քրիստոս ունի մեկ աստվածամարդկային բնություն։ Նախ եւ առաջ պետք է ասենք, որ հայկական, ղպտական, ասորական եւ ընդհանրապես հին արևելյան ուղղափառ ավանդության մեջ Քրիստոս ունի մեկ աստվածամարդկային բնություն, արտահայտությունը չի նշանակում, թե նրան մարդկությունը անհետացավ կամ խառնվեց իր աստվածության։ Ոչ, ավելի ճիշտ է հասկանալ այսպես, որ մարմնավորումից հետո նույն Աստծո որդին ճշմարիտ Աստված է եւ ճշմարիտ մարդ մեկ մարմնավորված իրականության մեջ։ Ուրեմն առաջին պատճառը մարմնավորվեց ոչ թե մարդը Աստծո կողքին, այլ ինքը Աստված խոսքը, Աստված բանը։ Ավետարանն ասում է Հովհաննեսի 1:14-ը, որ բանը մարմին եղավ։ Այստեղ չի ասվում, թե բանը միացավ առանձին մարդու հետ որպես արտաքին կրողի, ոչ։ Ասում է հենց սա, որ բանը մարմին եղավ, այսինքն Աստծո որդին ինքը մտավ մարդկային գոյության մեջ, ընդունեց մեր բնությունը եւ դարձավ մարդ, չդադարելով լինել Աստված։ Ուստի Քրիստոսի մեջ երկու անձնական կենտրոններ չկան, մեկը Աստված, մյուսը մարդ։ Կա մեկ Քրիստոս, մեկ որդի, մեկ մարմնավորված բան։ Երկրորդ պատճառը։ Սուրբ Գիրքը խոսում է մեկ Քրիստոսի մասին, որին պատկանում են թե աստվածային, թե մարդկային գործողությունները։ Նույն Քրիստոսը ծնվում է կույսից, ծարավում է, չարչարվում է, մահանում է եւ նա նաեւ ներում է մեղքերը, հարություն տալիս մեռելներին, ընդունում երկրպագություն եւ հաղթում մահին։ Պողոս առաքյալն ասում է, որ Քրիստոսի մասին ասում է, որ նրա մեջ է բնակվում աստվածության ամբողջ լիությունը մարմնապես, դա Կողոսացիներին 2:9։ Ու սա շատ կարևոր արտահայտություն է, այսինքն աստվածության լիությունը մարմնի կողքին չէ եւ ոչ էլ առանձին մարդու միջոցով է գործում, այլ մարմնապես բնակվում է նրա մեջ։ Ուրեմն նրա մարդկությունը բաժանված չէ աստվածությունից, այլ պատկանում է հենց մարմնավորված բանին։ Երրորդ պատճառը։ Եթե միավորումից հետո Քրիստոսին բաժանանք երկու ինքնուրույն բնությունների, առաջանում է հենց փրկչին բաժանելու վտանգ։ Եթե Քրիստոսի մասին խոսենք այնպես, կարծես մարմնավորումից հետո նրա մեջ գործում են երկու առանձին իրականություններ, առանձին Աստված եւ առանձին մարդ, ահա հարց առաջանում. ով ծնվեց կույսից, ով չարչարվեց, ով մահացավ խաչի վրա, ով հարություն առավ։ Ու եկեղեցին դավանում է ոչ թե երկու Քրիստոսների, այլ մեկի, մեկ Տեր Հիսուս Քրիստոս։ Հենց դրա համար հին արևելյան ուղղափառ ավանդությունը շեշտում է, որ միավորումից հետո մենք կարող ենք մտքով տարբերել Քրիստոսի աստվածությունն ու մարդկությունը, բայց չպետք է նրան բաժանանք երկու ինքնուրույն գործող բնությունների։ Չորրորդ պատճառը։ Ուրեմն փրկությունը պահանջում է ոչ թե արտաքին միացում, այլ իրական մարմնավորում։ Քրիստոսը մեզ փրկում է ոչ թե նրանով, որ Աստված պարզապես համագործակցեց արդար մարդու հետ։ Նա մեզ փրկում է նրանով, որ ինքը Աստված ընդունեց մեր մարդկային բնությունը, բժշկեց այն, սրբացրեց այն, անցավ մահալ միջով եւ հարություն տվեց նրան։ Եթե Քրիստոսի մարդկությունը չի պատկանում հենց Աստծո բանին, ապա այն մեզ համար բժշկության աղբյուր չի դառնում։ Բայց եթե այդ մարդկությունը մարմնավորված Աստված բանի սեփական մարդկությունն է, ապա նրա մարմինը, նրա արյունը, նրա չարչարանքները եւ նրա հարությունը ուրեմն փրկարար զորություն ունեն։ Հենց դրա համար մենք ասում ենք, որ Քրիստոսը պարզապես մարդուն միացած Աստված չէ, որ մարդ այլ Աստված է, որ մարդ դարձավ մեր փրկության համար։ Եվ 5-րդը, սա համապատասխանում է Սուրբ Գյուրեղ Ալեքսանդրացու ուսմունքին։ Սուրբ Գյուրեղ Ալեքսանդրացին, որին առանձնահատուկ կերպով մեծարում է հին արևելյան ուղղափառ ավանդությունը, Քրիստոսի մասին խոսում էր որպես մարմնացած Աստված բանի մեկ բնություն։ Այս բանաձևի իմաստը այս է, որ մարմնավորումից առաջ Աստծո բանն ունի աստվածային բնություն։ Մարմնավորումից հետո նա ընդունում է ճշմարիտ մարդկությունը եւ մենք դավանում ենք մեկ մարմնավորված Քրիստոսին, որի մեջ աստվածությունն ու մարդկությունը միացած են անխառն, անփոփոխ, անշփոթ, անբաժանելի եւ անքակտելի կերպով։ Ուրեմն այսպիսով մեկ աստվածամարդկային բնությունը Քրիստոսի մարդկության ժխտումը չէ, այլ նրա ճշմարիտ միության պաշտպանությունն է։ Մենք էլ դավանում ենք Քրիստոսի մեկ աստվածամարդկային բնությունը, որովհետև Քրիստոս ունի Քրիստոսը ուրեմն երկու անձերի միություն չէ եւ ոչ էլ Աստծո ու մարդու արտաքին միացումը։ Նա մեկ մարմնավորած Աստծո որդին է, ճշմարիտ Աստված եւ ճշմարիտ մարդ,
որ մեզ համար դարձավ այն ինչ մենք ենք, որպեսզի մենք նրա մեջ ստանանք փրկություն։